Այն տեռորը, որը հիմա Հայաստանում իրականացվում է հոգևորականների, համայնքապետերի, քաղաքապետերի դեմ, ամրագրված է օգոստոսի 8-ին նախաստորագրված ցեղասպանության հռչակագրում Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ամերիկայի միջև։ 8-րդ կետն է, որով Նիկոլ Փաշինյանը խոստացել է պայքարել Հայաստանում ծայրահեղականության դեմ, իսկ որն է այդ ծայրահեղականությունը ըստ Իլհամ Ալիևի։ Հայաստանում ծայրահեղական են նրանք, ովքեր պաշտպանում են հայերի իրավունքները։ Օրինակ, եթե պաշտպանում են արցախցիների վերադարձի Արցախի ինքնորոշման իրավունքը, ապա նրանք ծայրահեղական են։ Եթե նրանք դատապարտում են Ադրբեջանին հայկական վանքերը, եկեղեցիները, խաչքարերը Արցախում վերացնելու համար, ապա նրանք ծայրահեղական են։ Եթե նրանք դատապարտում են և դատական հայցեր են ներկայացնում Ադրբեջանի դեմ Հայաստանի և հայերի նկատմամբ ռասայական խտրականության, ատելության համար, նրանք ևս ծայրահեղական են։ Եթե մարդիկ պայքարում են պատանների վերադարձի համար Բաքվի բանտերից, ապա նրանք ծայրահեղական են։ Ինչպես գիտեք, եկեղեցին պայքարում է Արցախում հայկական հետքը վերացնելու դեմ։ Նա դատական հայցեր է ներկայացնում, նա միջազգային համաժողովներ է կազմակերպում և բոլորիս փորձում է համախմբել դրա շուրջ, ինչպես նաև զբաղվում է պատանների վերադարձի հարցով և արցախցիների իրավունքների հարցով։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և Ալիևը պայքարում են իրենց լեզվով կոչած ծայրահեղականության դեմ, սակայն ցեղասպանի համար ինչ ծայրահեղական է, նա աշխարհի համար բարոյական է։